Ինչ չափանիշներ գնահատող ընկերությունը պետք է ունենա։ Պետք է ուշադրություն դարձնել նախ բնականա որակավորմանը։ Ինչ տեսակ որակավորումներ կան, արդյոք պետության կողմից տրամադրվող լիցենզավորումներ կան։ Մենք անցնում ենք համապատասխան դասընթացներ եւ որակավորման քննություն։ Ապագայում որ տարածքներն են, որոնք կտրուկ գնաճ կունենան։ Հիմնականում բոլոր տարածքներում հողերի գները աճել են։ Ինչ չափորոշիչներ են կոնկրետ որոշում գույքի արժեքը։ Կենտրոնական հատվածները հանդիսանում են ամենաթանկ, ամենապահանջված ու պրեմիում դասի գոտիները։ Ոնց են կարողանում թույլտվություն, շինթույլտվություն վերցնել այդ ցածր կառուցապատման գոտում բարձրահար կառուցել։ Պետք է պատկան մարմինները ավելի զգոն եւ ուշադիր լինեն։ Ինչ սխալներ եք նկատել կոնկրետ գնորդների կողմից, ովքեր դիմում են գնահատող ընկերություններին գնահատման համար։ Մարդիկ դիմում են գնահատողների, արդեն ունենալով սեփական կարծիքը։ Ողջույն, եթերում Շինքասն է եւ այսօրվա մեր հյուրն է Cost Consult անշարժ գույքի եւ գնահատման ընկերության հիմնադիր տնօրեն Լևոն Կոստանյանը, իսկ այս ոդքասթի հովանավորն է Trio Երևանը, որտեղ էլ անցկացվում են մեր նկարահանումները։ Այն գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Լևոն ջան, ողջույն, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Նախորդ ոդքասթի ժամանակ մենք նաև խոսեցինք անշարժ գույքի պրեմիում տեսակների չափանիշներից, ըստ ձեզ որոնք են այն տարածքները, այն լոկացիաները, որտեղ կտրուկ գնաճ կնկատվի ապագայում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ միջև պրեմիում գույքին անդրադառնալը եկեք սահմանենք, որովհետև տարբեր չափորոշիչներ կան, որոնք են հանդիսանում այսօր անշարժ գույքի շուկայում պրեմիում նախագծեր։ Դե բնական է, խոսում ենք առաջնային շուկայի մասին, հիմնականում բազմաֆունկցիոնալ բնակելի գույքի մասին եւ որպես պրեմիում անշարժ գույք սահմանվում են այն նորակառույց օբյեկտները, որոնք համալրված են գրեթե բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով եւ սպասարկման ժամանակակից համակարգերով, որոնք ընդունելի են տվյալ սեգմենտի անշարժ գույքի համար։ Ինչի համար եմ դա ասում, Արեն ջան, որովհետեւ շատ հաճախ հանդիպում ենք գովազդներ կամ ներկայացումներ օբյեկտների անշարժ գույքի, որոնք ներկայացնում են որպես պրեմիում դասի գույք, սակայն տեսնում ես, որ իրենց ենթակառուցվածքները, հողամասի նույնիսկ մակերեսը կառուցապատման կամ բարեկարգումները եւ ինժեներական ցանցերը չեն համապատասխանում ժամանակակից նորմերին։ Ինչ նկատի ունեք ասելով ինժեներական ցանց։ Ինժեներական ցանցերը դա կարող են ամբողջական լինել եւ գազամատակարարման, սպասարկման տարբեր ցանցեր, որոնք որ մենք գիտենք, ինչպես նաեւ այսօրվա ժամանակակից համակարգերը, արևային համակարգեր, այլ ենթակառուցվածքներ։ Լևոն ջան, ինչպես կրթենք գնորդին, որպեսզի ձեր ասած չափանիշներով, չափորոշիչներով գնորդը կարողանա տարբերությունները նկատի։ Այս հարցին ես պատասխանեմ հենց այն մոտեցումով, որ նախ պրեմիում դասի անշարժ գույքը նաև շատ փոխկապակցված է նախագիծը իրականացնող կառուցապատողից, շինարարներից, ինչպես նաև ամբողջական այն նախագծի շինանյութից, որակական հատկանիշներից, որը իրականացվել է։ Համաձայն եմ, բայց հաճախորդը գնորդը այս պարագայում ինչպես կարող է տեսնել շինանյութը, ինչ որակի է գնված, ընտրված, կառուցապատողը ինչ որակի կառուցապատող է։ Ենթադրենք կայքով, ենթադրենք նայեցին, որ պորտֆոլիոն տեսան, գնահատեցին, բայց միևնույնն է, այդ պորտֆոլիոյի նույն կառույցները ինչպես գնորդը անզեն աշխով կարողանա տարբերակի։ Դրա համար մինչ ձեռք բերելը վերջերս նույնիսկ մի գովազդ տեսա, որ չգիտեմ որ կազմակերպության կողմից էր ներկայացված, բայց գնորդը ձեռք է բերում արդեն անշարժ գույքը, մի կին նոր դուրս է գալիս ծանոթանալու տեղակայման հողամասի, այս վերջերս էր հենց այդ գովազդը աչքովս ընկավ ու տարօրինակ է, էլի նույնիսկ որ կառուցապատողները նման գովազդի են գնում, որ ձեռք բերեն, հետո դուրս գան, տեսնեն, վայ, էս ինչ լավ տեղ է կամ ինչ լավ շենք է, հա։ Այսինքն սցենարը այդպես է նկարահանված, հա։ Ինչպես եւ ցանկացած այլ ձեռքբերման ժամանակ, եթե դու տրանսպորտային միջոց ես ձեռք բերում, բնականա դիմում ես այն ընկերներին, այն բարեկամներին, որոնք որոշակի գիտելիք ունեն տվյալ բրենդի կամ նույնիսկ հարցնում ես այն օգտագործողներին կամ նույնիսկ օգտատերերին, որոնք որ
շահագործել են նման տեսակի գույք կամ տարածաշրջանում հետ ապրել են ու նաև կան մասնագիտացված կազմակերպություններ, որոնք ունեն բնականաբար փորձ, շուկայի վերլուծություն եւ տարբերակում են արդեն տեղակայման հետ կապված գործոնները, շենքերի կոնստրուկտիվ մասի հետ կապված գործոնները։ Դա այսպես ասած սարաֆանի ռադիոն է, որ word of mouth, բերանի խոսքով մենք վստահում ենք մեր ընկերոջը կամ բարեկամին կամ ծանոթին, ով փորձառություն է ունեցել, բայց այնուամենայնիվ ինչպիսի գիտելիքներ պետք է ունենա կամ ինչպես կրթվի գնորդը, որպեսզի տարբերակի։ Այնուամենայնիվ պարտադիր պետք է ուշադրություն դարձնել նախ այն նախագծային փաստաթղթերին, որը որ ներկայացնում է, եթե նույնիսկ գնորդը չի տիրապետում այդ գիտելիքներին, պետքա դիմել ամեն դեպքում պրոֆեսիոնալ մասնագետների, ինժեներների, որ ուսումնասիրեն նախագիծը իր կոնստրուկտիվ մասով։ Այստեղ խոսքը չի գնում միայն պրեմիում գույքի մասին, այլ էկոնոմ, ստանդարտ, միջին եւ բարձր դասի գույքերի մասին է առհասարակ, ինչպես գնորդը կարողանա տարբերակել մեկը մյուսից, եթե ինքը համապատասխան գրպանում գումար ունի, որ պետքա այդ գումարի գույք գնի, ինքը չի կարող հավելյալ ֆինանսներ տա, օրինակ իրավաբաններին, ինժեներներին, որպեսզի վերլուծություն անեն իր համար, տեսնեն արդյոք այդ ստանդարտներին համապատասխանում է, ենթադրենք, կամ ինչ ռիսկեր կա, հա, ապագայում այդ շենքի տարածքի հարակից տարածքների հետ կապված, ինչպես կարող է գնորդը ինքնուս կարողանալ տարբերակել եւ ճիշտ ընտրություն կատարել։ Ես խորհուրդ կտամ նախ հետևել տվյալ կառուցապատողի կատարված աշխատանքներին նախ եւ արձագանքներին որոշակի այն բնակիչներից կամ այն օգտատերից։ Այդ բարձ Այդ առաջինն է, որը որ ամեն դեպքում այդ մոնիտորինգը դու կարող ես անել, ոնց էլ չլինի, եթե մի քանի նախագիծ իրականացրել է կառուցապատողը, կարող ես։ Եթե նոր կառուցապատող է, sense ամեն դեպքում կներեք, այդ կառուցապատողը կարող է ունենալ լավ background, պատմություն, portfolio, բայց մյուս նախագիծը լինի անհաջողակ։ Նման փորձը շատ հազվադեպ է լինում, որովհետև բարի ռիսկը կա։ համբավով կառուցապատող ռիսկը կա։ Ընկերությունները շատ բաներ նորից եմ կարող ասում, փոխվեն, հիմնադիրներ փոխվեն, տնօրեններ փոխվեն, որ համակարգային այլ փոփոխություններ լինի, նույն ինքնարժեքի հետ կապված փոփոխություն լինի, հա, շինարարության ձեռքբերման կամ այլ մատակարարվող ապրանքների, որի արդյունքում որակը նույնպես տուժում է։ Դրա համար միակ մեթոդը, նորից եմ ասում, շուկայում ուսումնասիրության իրականացման միջոցով նույնիսկ տարածաշրջան է, այսինքն եթե դու չես տիրապետում տվյալ տարածաշրջանի առանձնահատկություններին, լոկացիայի, այսինքն շատ գործոններ կան, ասենք եւ բնակլիմայական, եւ տրանսպորտային հանգույցների շատ, եթե դու տարածքին ծանոթ չես, պետք է ամեն դեպքում ինչ որ ձևով ուսումնասիրես տվյալ տարածքի բնակիչների կարծիքները եւ նաեւ փորձես հասկանալ ինչ թաքնված գործոններ կան, որոնք այսօր տեղազնման արդյունքում դու կարող ես չպարզես։ Ուզում եմ ասեմ, այլ մեթոդ չկա, եթե դու մասնագետ չես, չունես ամփոփելով կայքերից կարդալ թե կարծիքները, թե պորտֆոլիոն աղբյուրները շատ տարբեր կարող են լինել ու հենց ցանկացած ձեռքբերում էլ որոշակի ռիսկեր պարունակում է, որպեսզի ռիսկերը նվազեցնես, հա նույն տրանսպորտային միջոց ձեռք բերելուց կարող է պարզվի դու ձեռք ես բերել վթարված եւ շատ լուրջ խնդիրներով տրանսպորտային միջոց։ Դրա համար ինչ են անում, նախապես տանում են համապատասխան մասնագետի մոտ։ Անշարժ գույքը դա մեծ ֆինանսներ չի, չեմ ասում փորձաքննություն իրականացնեն, բայց խորհուրդ ստանալ մասնագիտացված կազմակերպությունից, օրինակ մեր կազմակերպությունը, օրինակ գնահատման կազմակերպությունից, գնահատման անշարժ գույքի լավ փորձով կազմակերպությունից, որը ունի համապատասխան բազա տարիների եւ ուսումնասիրություններ, որը կարող է հստակ փաստերով ներկայացնել եւ կառուցապատողի համբավը եւ նաեւ հետեւել ծառայություններում դա է նաեւ ներառվում։ Իհարկե, մեր խորհրդատվությունը բազմաբնույթ է եւ մենք ունենալով 20 տարվա շուկայի վերլուծություններ եւ մոնիտորինգներ, գիտենք, ես տեղակ չէի ճիշտ ասած, այսինքն գնորդի այդ խնդիրը լուծում է ձեր կազմակերպությունը։ Իհարկե, նա մեր կազմակերպությունը նաեւ առաջարկում է տարատեսակ նախագծեր, որոնք որ մենք որոշակի երաշխավորում ենք, որ կառուցապատողների անցած ճանապարհը, փորձը եւ իրականացված նախագծերը համապատասխանել են միջազգային չափանիշներին։ Շատ լավ, գլոբալ օբյեկտիվ խոսեցինք չափորոշիչներից, այնուամենայնիվ իմ հարցին չանդրադարձանք լոկացիաները։ Եկեք խոսենք, ինչպիսի լոկացիաներ կան, Ես քանի որ որոշակի փորձեցի նախատեսում են գնաճ, հա, պրեմիում անշարժ գույքի չափորոշիչները, նայեք,
Տեղակայման հետ կապված, օրինակ այսօր ունենք Երևանում նույնպես տարբեր տարածքներում պրեմիում դասի ոչ կենտրոնում։ Բնական է կենտրոնը բոլոր քաղաքներում, բոլոր երկրներում մարզերի քաղաքների կենտրոնական հատվածները հանդիսանում են ամենաթանկ, ամենապահանջված ու պրեմիում դասի գոտիները։ Սակայն փորձը ցույց է տալի, որ մենք եւ կենտրոնում, եւ Երևանի, ասենք, մեծ պահանջարկ ունեցող հատվածներում ունենք նաեւ էկոնոմ եւ կոմֆորտ դասի նախագծեր, որոնք իրենց բնութագրիչներով չեն համապատասխանում լավագույն բնութագրիչներին անշարժույթի։ Եթե խոսենք լոկացիաների մասին, օրինակ սահմանափակում չեմ կարող դնել Երևան քաղաքում, որ ասենք, այո, կան համայնքներ, որոնք իրանց այսօրվա մակարդակով եւ ենթակառուցվածքների մակարդակով չեն համապատասխանում պրեմիում դասի կառուցապատման։ Լոկացիաները չեն համապատասխանում։ Ինչով չեն համայնքներ, որտեղ ենթակառուցվածքները, տրանսպորտային հագեցվածությունը, կանաչապատումը, բնակլիմայական մակարդակը, օդի աղտոտվածության աստիճանը, այդ հատվածներում պրեմիում դասը պետք է նաև համապատասխանի նման բարձր չափորոշիչների, որ մաքուր օդ լինի, որ เป զի, ասենք, համայնքում լինի բարձր մակարդակի ապահովվածություն եւ Իսկ ենթակառուցվածքների մասին եք խոսում, գլոբալ նշելով, եկեք անդրադառնանք հատ-հատ, թե ինչ ենթակառուցվածքներ կոնկրետ պետք է լինեն, որպես գնահատման մասնագետ, որպեսզի գույքը համարվի որակավորում ունեցող։ Տարածքը պետք է համալարված լինի, ուսումնական, մարզական, մշակութային համապատասխան կենտրոններով, ինչպես նաև սոցիալական սպասարկման, տարատեսակ հասարակական սպասարկման կենտրոններով, դա կլինեն առևտրային տարածքներ։ Ամենակարևորը պետք է հագեցած լինի տարածքը, եթե նախագիծը չի նախատեսում իր մեջ ներառված հանգստի գոտիներ, կանաչապատ հատվածներ, բնականաբար դա էլ պետք է լինի այդ լոկացիայում, որովհետև ժամանակակից ապրելակերպը ենթադրում է նման ենթակառուցվածքներին հեշտ հասանելիություն ողջ 24/7 Հասկանալի։ Լևոն ջան, տեսեք, մեր ոդքասթը նաև կրթական բնույթ է կրում։ Նպատակը այն է, որպեսզի համ նոր կառուցապատողներին, ովքեր նոր են մուտք գործում շուկա, համ գնորդներին ինֆորմացնել եւ կրթելն է, հնարավորինս ինֆորմացիայով զինել է։ Այդ պատճառով կուզեմ ուղիղ պատասխանեք, որպես փորձագետ վստահ եմ տիրապետում եք կանխատեսումներին, ապագայում որ տարածքներն են, որոնք կտրուկ գնաճ կունենան Երևանում կամ Հայաստանում։ Եթե որպես մասնագետ պատասխանեմ, եթե խոսքը գնում է առաջնային շուկայի մասին, եթե խոսում ենք միմիայն նորակառույցների, անշարժ գույք համանենք նաև հողատարածքը։ Նայեք, էլի, ես փորձեմ այս հարցին հստակ պատասխանել, որովհետև մի քիչ վիճելի է, տարբեր փորձագետներ գնաճ են կանխատեսում, մի մասը արժեզրկում են նախատեսում, բայց կարծում եմ ավելի գրագետ կլինի եւ իրատեսական, որպեսզի կանխատեսումները իրականացվեն հստակ սեգմենտի մասով անշարժ գույքի։ Այսինքն, եթե խոսենք հիմա հողամասերի, տնամերձ հողամասերի մասին, լրիվ այլ կանխատեսում է լինելու տարածաշրջաների, քան ասենք խոսենք առաջնային շուկայի նորակառույցների մասին։ Լավ, քանի որ շինարարությունը ակտիվ տենդենսի ժամանակաշրջանում է մեզ մոտ, եկեք խոսենք անշարժ գույքի շինություններից, բնակելի թաղամասերից։ Եկեք առանձնացնենք, ինձ թվում է այսօր ավելի հետաքրքիր է հենց առաջնային նորակառույցների շուկայի զարգացման կամ կանխատեսման հետ կապված հարցերը։ Մեր ուսումնասիրությունները, քանի որ մեր կազմակերպությունը մշտապես 20 տարի շարունակ փաստերով եւ տվյալների հավաքագրման միջոցով ունի բավականին իրատեսական եւ որակով տվյալներ, բազա ունի, լավ ծրագրային ու նաեւ վերլուծական է դա։ Փորձում ենք ամեն տարի։ Ինչ է նշանակում վերլուծական է դա։ Վերլուծական, այսինքն բազան բոլոր գործոններով, այսինքն եթե մուտքագրվում է տվյալը, իր ամբողջ գործոնները գնահատման հետ կապված, հողի քառակուսի մետրի արժեք եւ այլ գործոններ ներառվում են, որը արդեն կարողանում է ավտոմատ կերպով համեմատել
ըստ ժամանակահատվածների կամ ըստ բնութագրիչների կամ ըստ դասերի գույքը ու մենք ունենում ենք այն պատկերը վերլուծական, որ արդյոք այս տարածքում հողամասերի գները աճել են 3 տարի առաջվա առաջարկի վերաբերյալ։ Պատմությունը, Հա, քանի որ մենք ունենք հստակ հողամասերի նշանակությունը, մակերեսները, ճակատային հատվածները, որը եւս վերլուծության պետք է ենթարկվի, մենք կադաստրային ունենում կտոր ենք ունեք էլի այդ բազայում կարելի ասել։ այո, կադաստրային հիմնական բոլոր տվյալները ներառվում են ու համապատասխան ունենում ենք այդ պատկերը։ Ու եթե խոսում ենք առաջնային շուկայի մասին, նույնիսկ այդ սեգմենտում պետքա տարբերակել։ Օրինակ դուք եթե վերլուծություն եք իրականացնում էկոնոմ դասի անշարժ գույքի համար նորակառույցների, դա լրիվ այլ Չէ, կներեք էլի։ կանխատեսում է Եկեք sense տարբերակենք։ պրեմիում է։ Մենք խոսում ենք տարածքներից, հողատարածքներից։ Կապ չունի, եթե հողատարածքի վրա էկոնոմ շինություն կկառուցվի, թե պրեմիում, թե միջին։ Խոսում ենք գույքի, անշարժ գույքի մասին, որ տարածքը գնաճ թանկացում կունենա մոտ ապագայում, որպես կանխատեսում, որպես փորձագետի կանխատեսում։ Այսինքն այդ հողատարածքը վաճառվելուց հետո X կառուցապատողը կարող է որոշի պրեմիում գույք պատրաստի կամ էկոնոմ գույք պատրաստի կամ առասարակ դպրոց պատրաստի, ենթադրենք։ Հողատարածքը որտեղ է նախատեսում թանկացում գնաճ։ Լավ, քանի որ վերջի 3 տարիների ընթացքում աննախադեպ հողամասերի աճ է ունեցել կառուցապատման ենթակա հողամասերի դեպի հյուսիս, այսինքն դեպի աշտարակ ուղությամբ, դեպի Սևան, Աբովյան ուղությամբ, Ինչով պայմանավորված։ քաղաքը ամեն դեպքում դեպի հյուսիս է զարգանում, կառուցապատումը բոլոր ուղություններով, նույնիսկ նոր, բնական է արժևորվել է նաև դեպի հարավային, արևմտյան տարածքները նույնպես։ Ինչով է պայմանավորված Բնականաբար դա։ պայմանավորված է կառուցապատողների վերջին ժամանակաշրջանի տեմպերի, Հյուսիսային տարածքներում ավելի մաչելի են գները, ավելի հարթ են, ներքևում ավելի լեռնային տարածքներ են, թե ոնց։ Ոչ, հիմնական գործոնը, որ զարգանում է, նախ կառուցապատումը դեպի հյուսիս եւ արևմուտք, այդ արևելք ուղությունները շատ ավելի ակտիվ է եղել վերջի նույնիսկ համայնքներում։ Կոտայքի մարզ դեպի Արագածոտնի մարզ առավել ակտիվ է եղել։ Բնական է կառուցապատման հետ մեկտեղ զարգանում են նաև ենթակառուցվածքները, որոնց մասին խոսեցի, դա լինի հասարակական սպասարկման, մշակութային, սպորտ եւ տարբեր նաև ու կարծում եմ, որ այն արժևորումը, որը հողամասերի մասով մենք ունեցանք այդ ուղություններով դեպի աշտարակ, նույնիսկ եմ ասում Պրոշյան համայնք, Խասախ համայնք, նաև դեպի օրինակ Զովունի դեպի Եղվարդ ուղությունները Քանաքեռավանի ուղությամբ լավ հողամասերի աճ եղավ, նույնիսկ գերազանցեց 100%-ը որոշ հատվածներում։ Կարծում եմ գնաճը տվյալ տարածքներում եւս աննախադեպ կլինի ու շարունակաբար կաճի։ Մի քիչ որոշակիորեն այդ տեմպը աճի նվազել է հիմա, բայց օրինակ որ ասենք հողամասերի մասով գնաճ չկա, չի կարող չլինել, որովհետև նույնիսկ այսօր այդ բոլոր ուղություններով շարունակվում են կառուցապատման ակտիվ Ամփոփելով հյուսիս-արևմուտք գնացող Երևանի այո, տարածքից այդ դուրս արդեն ուղությունները գնաճ է նկատվելու։ այո, ու նաև ստեղ մի ըստ լուրջ ձեր, գործոն կա, կներեք, դա էլ ասեմ, որ ամեն դեպքում եկամտահարկի հարցը, եթե խոսում ենք բազմաբնական շենքերի մասով, այնտեղ դեռ գործում է եւ սկսեցին նաև այդ ուղություններով բազմաբնական շենքերի կառուցապատման ավելի ակտիվ Ես ամփոփեմ, գործընթացներ։ նկատի ունեք կախված պատմությունից, էվոլյուցիայից, շենքերի, շինությունների պատրաստման, քանի որ էվոլյուցիան այդպես է զարգացել հյուսիսից դեպի հյուսիս-արևմուտք տարածքներ, այդ հանգամանքի եւ այն հանգամանքի շնորհիվ, որ եկամտահարկի վերադարձի օրենքը դեռ շարունակվում է Երևանից դուրս, այդ գործոններով պայմանավորված գնաճ տեղի ունենալու հյուսիս եւ հյուսիս-արևմուտք տարածքներում Երևանից դուրս։ Մեր դիտորդները, եթե ունեն փորձառնություն, կարող են կոմենտներում իրենց կարծիքները գրել, թե իրենք ինչ են կարծում այս մասին։ Եվ կուզեմ անդրադառնանք նաև այն հարցին, թե ինչ չափորոշիչներ են կոնկրետ որոշում գույքի արժեքը, արժեզրկում այն կամ արժևորում։ Եթե խոսենք գնահատման մասով, մենք գնահատման մեթոդաբանության մեջ ունենք 3 դասական գնահատման մեթոդներ, դա
համեմատական մեթոդն է, որը արդեն ինքը խոսում է իր մեթոդաբանության մասին, եկամտային մեթոդն է եւ ծախսային մեթոդը հույքի գնահատման։ Բոլոր մեթոդները հիմնվում են գնահատման սկզբունքների վրա, որոնք եւս շատ པարզ են, հա, մեկը կոչվում է փոխարինելիության սկզբունք, Դա ինչ է։ այսինքն որևէ մեկը չի գնի գույք, քան կարող է գնել այլ նման տվյալներով նույն ռիսկայնությամբ գոտում գույք, այսինքն համեմատական մեթոդը հիմնված է հենց փոխարինելիության սկզբունքի վրա, որ ոչ ոք չի վճարի գույքի համար ավելին, կան նմանատիպ այլ բնակարան, ասենք, կամ Իսկ հողամաս։ ավելի մատչելի դիտորդի համար Հենց ոնց դա շատ կբացատրեք པարզ, եթե դու փոխարինությունը։ գնահատում ես մի հողամաս, համեմատում ես համանման համադրելի հողամասերի հետ, որոնք որ տվյալ գնային գոտում են կամ նույն օգտակարությամբ են, լավագույն օգտագործման։ Երկրորդ գնահատման մեթոդը եկամտային մեթոդը հիմնված է փոխարինելիության եւ սպասումների սկզբունքի վրա, այսինքն եթե գույք ես ձեռք բերում, այդ եկամուտները սպասվող այդ գույքից ինչ չափի են լինելու դիսկոնտավորվում է կամ կապիտալավերացման գործակցի միջոցով վերվում է ներկա արժեքին, այսինքն գնորդը գույք է ձեռք բերում ապագայում եկամուտ ստանալու ակնկալիքով, որքան մեծ է եկամուտը, փոքր են ռիսկերը, ինքա ավելի շատ է վճարում այդ գույքի համար։ Դա նույնպես փորձագիտական ընկերությունն է կանխատեսում եւ Այո, գնահատողները պատմության տվյալներով որակավորված դասական գնահատման մեթոդների հիման վրա եւ երրորդ մեթոդը ծախսային մեթոդն է, որը հաշվարկվում է հողամասի եւ կատարված բարելավումների ծախսերի հիման վրա, որը որ շատ པարզ մեթոդ է հաշվի առնելով բնականաբար մաշվածքը օբյեկտի, թե որքան կկազմի տվյալ օբյեկտի վերարտադրումը, այսինքն այստեղ նույնպես գործում է փոխարինելիության սկզբունքը, ոչ ոք չի վճարի օբյեկտի համար ավելին, քան կարող է նմանատիպ հող ձեռք բերել ու այդ ծախսերով գույք ստեղծել, որովհետև ձեռք բերելուց հիմնականում նորակառույց օբյեկտներ կամ մեծ մաշվածություն չունեցող օբյեկտներ մարդը մտածում է իսկ ես չեմ կարող այս նույնը սարքել ավելի մատչելի գնով, ինչի տամ $200,000 գնեմ, եթե կարող եմ 20,000-ով ձեռք բերել կողքը հողամաս եւ 85,000-ով այդ նույնը իրականացնել։ Այսինքն գնահատում ենք ըստ փոխարինելիության սկզբունքով, երեք սկզբունքներով հիմնական փոխարինելիության, սպասումներ, այսինքն դու ձեռք ես բերում եկամտաբերությունը, սպասումներ, եկամուտ եւ ծախսերը։ Այո, եւ այդ ծախսերն էլա փոխարինելություն, այսինքն ծախսային մեթոդը փոխարինելի, այսինքն դու մտածում ես կարող եմ արդյոք այլ գույք ստեղծել նույն ծախսերով, լավ։ Հասկանալի է։ Բայց մի բան էլ ուզում եմ ասեմ, որի վրա հիմնված է երևի անշարժ գույքի ամբողջ վերլուծական բազան, ամենակարևոր սկզբունքներից մեկը արժեքի որոշման, դա լավագույն եւ արդյունավետ օգտագործման տարբերակն է ցանկացած գույքի, որը ապահովում է տվյալ անշարժ գույքի ամենաբարձր արժեքը, այսինքն բոլոր վերլուծաբանները պարտադիր կերպով ցանկացած անշարժ գույքի արժեք որոշելիս պետք է որոշեն դրա լավագույն եւ արդյունավետ օգտագործման տարբերակը, որը ապահովելու է տվյալ գույքի ամենաբարձր արժեքը, որը եւ հանդիսանում է հիմնականում շուկայական արժեքը։ Տեսեք, գնորդը դիմելուց առաջ, գնահատող ընկերության դիմելուց առաջ, ինչպես ընտրություն կատարի, ինչ չափանիշներ այս պարագայում գնահատող ընկերությունը պետք է ունենա, որպեսզի համարվի անշարժ գույքի գնահատման կազմակերպություն եւ արդյոք Երևանում, Հայաստանում գործող գնահատման ընկերությունները բոլորը ունեն այդ չափանիշները։ Ինչ վերաբերում է գնահատողին ընտրելու կամ գնահատող ընկերություն ընտրելու չափորոշիչներին, նախ բնականաբար ինչպես եւ ցանկացած ընկերություն ընտրելուց ծառայություններ ստանալու նպատակով պետք է ուշադրություն դարձնել նախ բնականա որակավորմանը, կազմակերպության մասնագետներին որակավորված, օրինակ մեր կազմակերպությունը նաև եվրոպական որակավորված կազմակերպություն է։ Իսկ դա որտեղ է երևում եւ ինչ տեսակ որակավորումներ կան, արդյոք պետության կողմից տրամադրվող լիցենզավորումներ կան այդ ոլորտում, թե չկան։ Գնահատողները որակավորվում են մեր մոտ Հայաստանում կադաստրի կոմիտեն է դիազոր մարմինը ստանում են որակավորման լիցենզիաներ եւ գնահատումը իրականացնում են
հենց գնահատողի որակավորման հիման վրա։ Սակայն կան միջազգային նաև որակավորումներ, օրինակ մեր ընկերությունը նաև Տեգովա եվրոպական ասոցիացիաների կողմից որակավորված է ու նաև պետք է ուշադրություն դարձնել կազմակերպության անցած ճանապարհին եւ փորձին, ինչպես նաև շատ բնական է, որ ծառայությունները ստանալուց առաջ հասկանալ այն սկզբունքները ու մոտեցումները, ինչի հիման վրա է կատարվում գնահատումը, որտեղ շատ հաճախ, օրինակ մեր կազմակերպությունը, երբ որ գնահատում է իրականացնում, ցանկացած հաճախորդի պահանջով մենք կարող ենք հրավիրել մեր գրասենյակ եւ փաստարկված տվյալների հիման վրա, որտեղ շատ հաճախ լինում է, որ հաճախորդները համամիտ չեն մեր գնահատված արժեքին կամ կարծում են, որ ավելին արժե իրանց գույքը կամ պակաս արժե, բայց այդտեղ շատ բարդ քննարկելու բաներ չկա կամ վերլուծելու, այդտեղ ուղղակի եթե դու կարծում ես, որ քո անշարժ գույքը թերագնահատվել է, գնահատողը պարտավոր է նմանատիպ գույք ներկայացնել քեզ, որը բոլոր բնութագրիչներով գերազանցում է եւ ավելի էժան։ Հիմա շուկայում կան տարբեր վեճեր արժեքի հետ կապված կամ մեթոդների ընտրության հետ կապված, բայց շատ պարզ է այս գործի մասով էլ, եթե դու ուզում ես պարզաբանություն գույքի արժեքի վերաբերյալ, պետք է ուղղակի գնահատողը ներկայացնի մի քանի իրական որակյալ տվյալ նմանատիպ տվյալներով անշարժ գույքի ու վերջ։ Շատ լավ, այլ ինչ չափանիշներ կան, Տեգովան արդյոք Տեգովա մեթոդը ճիշտ եմ արտաբերում։ Մեթոդ չի, Տեգովան դա որակավորում է եվրոպական։ Այդ որակավորումը արդյոք տարածված է Հայաստանում եւ այլ ինչ որակավորումներ կան եվրոպական շուկայում կամ այլ արտասահմանյան շուկաներում։ Դե կոնկրետ Հայաստանում չեմ կարող ասել տարածված է, ես մի քանի մասնագետ գիտեմ, որոնք ունեն Տեգովա որակավորում։ Չափանիշ է, հա, ոնց հասկանում եմ դա։ Չափանիշը բնական է, մենք անցնում ենք համապատասխան դասընթացներ եւ որակավորման քննություն, իրենց չափորոշիչներին համապատասխան եւ համապատասխան դրական բալի արդյունքում ստանում ենք։ Շատ լավ։ Ենթադրենք ես ուզում եմ հյուսիս-արևմտյան տարածքում Երևանի հողատարածք գնել, որտեղ ամայի տարածք է եւ դիմում եմ ձեր ընկերության եւ ասում եմ մոտ ապագայում 3-4 տարի հետո ինչքան գնաճ տեղի կունենա, ձեր ընկերությունը ոնց է մոտենում այս հարցին, ոնց է վերլուծում, ոնց է պատասխան տալիս։ Նայեք, կանխատեսումները այսօր ցանկացած շուկայում Ներդրումային նպատակով եմ գույք ուզում վերցնել։ Ես փորձում եմ զերծ մնալ, ասենք իրական ինչ որ տոկոսային ցուցանիշներով ներկայացնելու գնաճը կամ արժեզրկումը տվյալ տարածքում, որովհետև գործոնները արժեքի վրա ազդող եւ ներկա եւ ապագա շատ տարբեր են։ Նույնիսկ մի հատ հարող տարածքում կառուցապատում, որը որ չի համապատասխանելու ձեր օբյեկտի ֆունկցիոնալ օգտագործմանը, կարող է հետագայում արժեզրկել ձեր հողամասը մեկ այլ օբյեկտից դուրս գտնվող գործոնի պատճառով։ Քանի որ դեռ Հայաստանի Հանրապետությունում այդքան հստակեցված չեն գոտիները ըստ կառուցապատման տեսակների, նշանակության, գործառնական նշանակության օբյեկտների, շատ հաճախ լինում է, որ տեսնում ես կայուն զարգացող ինչ որ հատվածում հայտնվում են գործոններ, որոնք որ ոչ բնականon սահմանափակում են տվյալ գոտում գնաճը կամ հակառակը։ Ձեր փորձառությունը շատ մեծ է, եկեք кейսերով իրական պատմություններով օրինակներ բերելով խոսենք նաև։ Օրինակներ բերելով շատ պարզ ասեմ, որ շատ համայնքներ կան, որտեղ տեսնում ես, հա, բնակելի տների ցածր կառուցապատման գոտիներ են, մեկ էլ միջանկյալ հատվածում բազմաբնակարան շենք են սկսում կառուցել, որը ամբողջ տարածքի մյուս տնամերձ հողամասերի բնակելի տների համար լուրջ արժեզրկող գործոն է հանդիսանում կամ հակառակը, հասկանում եք, որ ասենք, հա, շատ տարածքներ կան, որ մտնեք, կամ մեկ էլ տեսնում ես ինչ որ բնակելի շենքի բակում շինարարություն է սկսվում, որը որ այն սպասարկման տարածքը, որը որ նախատեսված էր այդ շենքի սպասարկման համար, սահմանափակում է։ Նույնը, հիմա նույնիսկ կանաչ գոտիներում մանես գալի,
շատ հաճախ հանդիպում են շինություններ, որոնք որ իրենց տեղում չեն ու կարող են հարող տարածքի ինչ որ օբյեկտի արժեզրկման հիմք հանդիսան։ Լևոն ջան, դուք ասեցիք ցածր կառուցապատման գոտում բարձրահարկ շինություն է կառուցվում։ Դա ով է սահմանում։ Արդյոք կան պետության կողմից լծակներ, որ սահմանում են եւ կառավարվում են կոնկրետ տարածքներում կոնկրետ չափերով շինություն սարքելու համար։ Այո, կան մարմիններ, քաղաքաշինության կոմիտեն, այլ մարմիններ քաղաքապետարանը, որոնք որ կառուցապատման չափորոշիչները իրանք են սահմանում ու նաև Իսկ քիչ են հետևում ոչ մեկի դեպքում։ Հիմա վերջերս սկսել են ավելի լուրջ ուշադրություն դարձնել, բայց ասենք Բայց ես չեմ տարածքներ կան, հասկանում որ ունեցել են ուշադրություն արդեն։ դարձնելը օրենքի հետ չեմ կարող համեմատեմ էլի, որովհետև եթե կա օրենք, որ դա սահմանում է ըստ ձեր ասելու ցածր կառուցապատման գոտի, դա օրենքով է չէ սահմանված, Իհարկե։ կադաստրային կոմիտեով, չէ։ Կադաստրային կոմիտեով չէ, տարբեր իրավական ակտերով։ Միգուցե ես տերմինները սխալ ասեմ, դուք ինձ ուղղեք այդ մասով, այնուամենայնիվ դա օրենքով սահմանված դրույթ է, ցածր կառուցապատման գոտի է։ Հետևաբար ոնց են կարողանում թույլտվություն, շինթույլտվություն վերցնել այդ ցածր կառուցապատման գոտում բարձրահարկ կառուցել։ Հիմա որոշակի ասում եմ, վերահսկողությունը ավելի խստացվել է, նույնիսկ ինքնական կառույցների նկատմամբ կամ այլ կառուցապատման չափորոշիչների, բայց հնարավոր է այդ քաղաքաշինական հաթեթները ստացվել են շուտ կամ ուշ չեմ կարող ասել, բայց մենք հետևում ենք նրան, ինչ որ Արդյունքը տեսնում ենք, հակառակն է, հա։ ու շատ օբյեկտներ կան, որ ճիշտ տեղում չեն ու ճիշտ նույնիսկ փչացնում են հարող գոտու Ու արժեզրկում են ամենակարևորը։ իհարկե ոչ միայն արժեզրկում են, շատ օբյեկտների սահմանափակում են հանդիսանում, ֆունկցիոնալ նշանակություն են սահմանափակում մեկը մյուսի։ Դրա համար կարծում եմ ավելի խիստ պետք է լինի անշարժ գույքի, հենց ես խոսեցի լավագույն արդյունավետ օգտագործման մասին, այդ սկզբունքի եւ նաև մեթոդի մասին, այսինքն բոլոր տարածքներում, որտեղ որ նախատեսվում է կառուցապատում, պետք է պատկան մարմինները ավելի զգոն եւ ուշադիր լինեն հետևանքների եւ հարող տարածքի ազդեցության մասով, ինչպես նաև հետագա տարածաշրջանի զարգացման եւ սահմանափակումների հետ կապված։ Իսկ վերջին տարիներին Լևոն ջան, ավելի շատ արժեզրկման գործոններ եք նկատել որպես մասնագետ, թե արժևորման։ Մեր ուսումնասիրություններին համապատասխան Եվ ըստ լոկացիաների կարանք տարանջատենք։ եւ լոկացիաների եւ ամենակարևորը սեգմենտների պետք է բաժանել Ինչն է արժեզրկվել, ինչն է արժևորվել ավելի։ Ես ձեզ եթե մանրամասնեմ, պետք է ասեմ, որ օրինակ եթե խոսենք հողամասերի մասին, հա, տնամերձ հողամասերի մասին է խոսքը, հիմնականում բոլոր տարածքներում հողերի գները աճել են։ Լավ արժևորում է տեղի ունեցել, բայց նույնը չեմ կարող ասել, ասենք չնայած բոլոր տարածքներում, բայց բոլոր նշանակության գույք հողամասերի մասով չեմ կարող ասել, որտեվ հնարավոր է տնամերձ հողամասերը էական աճ ունենան, բայց գյուղնշանակության հողերը որոշ տարածաշրջաններում այդ աճը չունենան։ Այսինքն միանշանակ ասել, որ հողամասերի գները հանրապետությունում աճել են ու ինչ որ տոկոս սահմանել, այդքան էլ ճիշտ չէ։ Նույնը կարող եմ ասել օրինակ առաջնային շուկայի մասին։ Մենք ունենք, ասենք, ձեր նշած պրեմիում սեգմենտը, որը որ չի արժեզրկվել, որը որ ասենք նույնիսկ արժևորվել է, բայց կան նորակառույցներ սեգմենտ, օրինակ էկոնոմ կամ կոմֆորտ սեգմենտը, որը ակնհայտ պետք է խոսենք որոշակի արժեզրկվել է ու տվյալ արժեզրկումը կազմում է մոտ 10%, որը փաստարկված է, եթե մենք այսօրվա առաջարկներին նայենք ու նայենք 2-3 տարվա առաջարկներին, ակնհայտ է, որ որոշակի հնարավոր է չնչին կամ մեծ, բայց արժեզրկում կա, որտեղ առաջարկները էկոնոմ, կոմֆորտ դասի մեջ որոշակի գնեչեցում դիտարկվում է։ Ինչով պայմանավորված է ձեզ։ Ինչով, որտեղ առաջարկի բազմազանությամբ երևի։ Եվ առաջարկի մեծածավալ եւ բազմազանությամբ
Ինչպես նաև եկամտահարկի օրինակ գործոնը, որ դուրս եկավ, որոշակիորեն ամեն դեպքում պահանջարկը նվազեց եւ Այսինքն այն կներեք, այստեղ գնորդները- տեղ է բացվում այն կառուցապատողների համար, ըստ երևույթին, ովքեր կարող են պրեմիում դասի շինություններ կառուցել։ Այո, ուղղակի պրեմիում դասի շինություններ Պահանջարկը կառուցելը այդքան էլ շատ չէ։ ոչ միայն պահանջարկը չէ, պահանջարկը կա։ Ուղղակի ստեղ պրեմիում դաս կառուցելը արդեն պահանջում է ավելի բարձր մակարդակի ստեղծագործական մոտեցում, ճարտարապետական ոճ, նորարարություններ, ամեն մեկը չի ցանկանում ոնց որ մտնի այդ գլխացավանքի տակ, բնական է ռիսկն էլ բարձր է, որովհետև պրեմիում դասի ինքնարժեքը բնականաբար մի քանի անգամ գերազանցում է էկոնոմ դասի կառուցապատման ծախսերից եւ այն շահույթը, որը ակնկալում է կառուցապատողը, կարող է շատ ռիսկային լինել։ Բնականաբար։ Բայց ոնց որ ասում եք, տոն երիսկույտ, не пьет շամպանսկե, ոնց որ պրեմիում դասը միշտ պահանջարկ ունի, ուղղակի պետքա ճիշտ տեղում, ճիշտ ճարտարապետությամբ ու ծավալահատակագծային գրագետ լուծումներով առաջնային շուկայում օբյեկտ ունենալ, ու մենք օրինակներ ունենք նույնիսկ ոչ կենտրոնում, որ պրեմիում դասի նորակառույցները վաճառվում են հարող տարածքի գներից 2-3 անգամ գերազանցող գներով ու բավականին մեծ Ես պահանջարկ կարծում եմ ունեն։ դա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ շինությունները արդեն կամաց ձեռք են բերում արտասահմանյան փորձ եւ ներմուծում են իրենց ենթակառուցվածքներում նաև միջավայր, բացի շինությունից, բացի բետոնից նաև միջավայր են ստեղծում, դա ոնց որ ժամանակին ընդառաջ գնալով այդ կառուցապատողը ստեղծում է համահունչ միջավայր եւ պրեմիում դասին համապատասխան գույք։ Կարծում եմ այդ հանգամանքի շնորհիվ է նաև որ պահանջարկը մնում է նույնը։ Հիմնականում ցանկացած գույք ձեռք բերելիս հենց գնորդն է թելադրում այն պահանջները բնակիչը, որը որ այսօր ավելի արդիական է ու եթե տարիներ առաջ մենք կարող էինք խոսել պրեմիում դասի մասին միայն ասենք երեսվածքով կամ ասենք գեղեցիկ ճարտարապետական լուծումներով պայմանավորված, այսօր բնակիչը ուզում է եւ բակային տարածք, եւ այն ենթակառուցվածքները, որտեղ ինքը կարող է սպորտով զբաղվել, լողավազան գնալ կամ կանաչապատ գոտիներ, որտեղ կամ ջրային գոտիներ, որտեղ կարող է իր հանգիստը կազմակերպել, ինչպես նաեւ անվտանգության եւ կոմֆորտի հետ կապված ավելի բարձր ցուցանիշներ։ Մեկ-մեկ հարց են ինձ տալի, ասում են դե բա դուք գնահատում եք կամ վաճառում եք մեր պենթհաուսը, բայց գինը նույնն եք գնահատել ինչ որ այլ հարկաբաժնում բնակարանը, նույնը դա է, եթե պենթհաուսը պրեմիում դասի պենթհաուսը, ինքը պետքա այդ բնութագրիչները ունենա, դա չի նշանակում վերջի հարկի բնակարանները բոլոր պենթհաուս են։ Պենթհաուսը ենթադրում է բոլոր այն ենթակառուցվածքները, ինչ որ ունի բնակելի տունը, այսինքն ազատ հարթակ, լողավազան, կանաչ տարածք, դա է պենթհաուսը։ Եթե քո բնակարանը ոչ մի բանով չի տարբերվում այլ հարկաբաժնի բնակարանից, դա գնայինով է նույն Նախորդ գինն է լինելու։ ոդկասթին նաև այդ հարցի շուրջ Ավետիսի հետ էինք խոսում, մեջբերեց, որ նաև պենթհաուսը պետք է վերելակ առանձին ունենա, որպեսզի այլ բնակիչները չտեսնեն իր մուտք ու ելքը։ Իհարկե, այսինքն այդ տվյալ բնակարանը պետքա տարբերվի իր բնութագրիչներով եւ նաեւ հնարավորություններով, այսինքն դա պետքա լինի բնակելի տուն, վերևում շենքի տանիքում, որը որ ունենա բնակելի տան բոլոր հնարավորությունները, որ մարդ դուրս գա իր բակ, տեսարան ունենա, նաեւ այդ գոտին ունենա հանգստի ու նաեւ մակերեսը համապատասխանի այն մակերեսին, որտեղ կարող է, ասենք, Իսկ Լևոն ջան, որպես ինֆորմացիա կրթվելու եւ ինֆորմացիայով զինվելու համար, կոնկրետ penthouse ունեցող մարդը, բնակիչը, ինչպես տեսնի, որ այդպիսի նորմերին պետք է համապատասխանի իր penthouse-ը, նոր պահանջի գնահատող ընկերությունից, որ ճիշտ գնահատի։ Որտեղ են այդ սահմանումները գրված։ Ամեն ինչ չէ, որ սահմանումներով է, եթե կան նաև, ասենք, կրթվելու ոչ միայն գրականություն, կա նաև ինֆորմացիա այսօր շատ հասանելի, որ կարող են մարդիկ համեմատել
այլ երկրների ցուցանիշները, թե Penthouse-ի, թե Premium դասի գույքի, ու դա մշտական զարգանում է ժամանակի հետ կապված։ Եթե 20 տարի առաջ այլ չափորոշիչներ էր Penthouse-ի համար, հիմա Ով է թելադրողը այս պարագայում, շուկան է թելադրողը, հասկանում եք, որը ավելի շուկան- առավել չափորոշիչներ ունի, դա էլ թելադրող գույքի տեսակ է համարվում։ որովհետև սահմանել միշտ կյանքը այնքան արագ Հասկացած տեմպով է առաջ գնում, որ դու եթե այսօր սահմանացիր, որ Penthouse-ը պետք է ունենա 40 քառակուսի հարթակ, 10 քառակուսի լողավազան եւ տեսարան դեպի այս ուղությունը, վաղը կարողա չհամապատասխանի, որովհետեւ Նորամուծություններ մշտապես լինեն, հա։ շինարարությունը, ճարտարապետությունը եւ նաեւ ինժեներական գիտությունը զարգանում են եւ վաղը հենց կարող է չհամապատասխանի հետ։ Այ արտասահմանյան շուկայից խոսեցինք, օրինակ արտասահմանյան շուկայում ինչ մեթոդներ կան գնահատման, որ չկա Հայաստանում եւ ցանկալի կլիներ կիրառել այդ մեթոդները։ Տեսեք, մեթոդները բոլոր երկրներում արժեքի որոշման մեթոդները եւ սկզբունքները չեն կարող տարբերվել։ Միակ խնդիրը, օրինակ Հայաստանում, որը մենք տարիներ շարունակ փորձում ենք շտկել ու լուծումներ գտնել, այն դաշտնատվյալների բազաները, որը հասանելի են գնահատողին եւ վերլուծաբաններին, որոնք հիմք կարող են հանդիսանել գնահատումների համար։ Այսօր ցավոք սրտի մենք չունենք դեռ այն որակյալ տեղեկատվությունը, այն բազաները, որը որ կարող է գնահատողը եւ անշարժ գույքի մասնագետը օգտագործել իր կանխատեսումների, լավ կանխատեսումների իրատեսական, իր գնահատումները հիմնավորելու համար, բայց թե գնահատման եւ թե անշարժ գույքի ռիելտորական ոլորտում հիմա շատ ակտիվ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում ու հուսով լինենք, որ մոտ ապագայում կլինի ավելի թափանցիկ դաշտ տեղեկատվական, որպեսզի անշարժ գույքի փորձագետները կարողանան հասանելիություն ունենալ այդ տվյալների բազաներին, ինչպես նաև հասարակությունը, որ կարողանան ավելի պարզ հասկանալ ինչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում։ Դա միայն բնակելի Միասնական հարթակ, շուկայի որտեղ մասը, այսինքն ամեն ինչից հարթակներ կարող են լինեն, ինֆորմացվել։ որ գոնե փորձագետներին հասանելի լինեն, որ եթե ես ձեր բնականը գնահատել եմ, դուք հիմքեր պահանջեք, ես չփորձեմ որոշ կայքերից, որոնց ստուգված չի տեղեկատվությունը կամ ինչ որտեղից ձեզ ինֆորմացիա տրամադրեմ, այլ տրամադրեմ այն աղբյուրներից, որտեղ որակյալ եւ իրատեսական տեղեկատվություն է, ոչ թե ասենք շատ Այ օրինակ այդ ռիսկերից խուսափելու համար արդյոք միտում չկա շուկայում, որպեսզի գնահատումը մոտ ապագայում իրականացվի արհեստական բանականության միջոցով, ինչ կասեք։ հա ճիշտ ասած Այսինքն մարդ գնահատողը փոխարինվի այդ ռիսկերից խուսափելու համար փոխարինվի արհեստական բանականությամբ։ միջ արհեստական բանականությունը եւս շատ փորձեր են եղել, կան երկրներ, որ իրոք գնահատումը փորձում են իրականացնել տարբեր ավտոմատացված բազաների եւ վերլուծական ծրագրերի միջոցով Արդեն եւ մինչ նույնիսկ արհեստական բանականության ակտիվ օգտագործումը այո այսօր ես եթե տարիներ առաջ բացառում էի որ հնարավոր է մարդկային գործոնը փոխարինի ասենք նման IT իրականությունը, բայց այսօր տեսնում ես, որ արհեստական բանականությունը AI-ը այնպիսի խնդիրներ է լուծում, որ կարծում եմ այո մոտ ապագայում հնարավոր է նաև պարզ գույքերի համար այդ գնահատումը իրականացվի արհեստական բանականության միջոցով, բայց նորից եմ ասում, քանի որ ես որպես մասնագետ անշարժ գույքը դասում եմ բավականին յուրահատուկ եւ եզակի ապրանքատեսակների, չեմ կարծում, որ կարող է արհեստական բանականությունը այն բոլոր գործոնները հաշվի առնել, որոնք տեխնիկական չեն, որովհետեւ ամեն դեպքում գնահատումը նաև պարունակում է արվեստի եւ ստեղծագործական մոտեցում, գեղեցիկ ճարտարապետություն, գնահատել ճիշտ ֆունկցիոնալություն օբյեկտի գնահատել։ Այդ բոլոր բնորոշիչները արհեստական բանականությունը լավ կարողանում է եթե
այդքան զարգանա այդ ոլորտը, որ արդեն իսկ արվեստը կարողանա գնահատի արհեստական բանականությունը, ճարտարապետությունը գնահատի, ուրեմն չի բացառվում։ Դրա համար Ինչ կանեք այդ դեպքում։ ինչ կանենք, ասում եմ, Ձեր ընկերությունը ինչով կսկսի զբաղվել։ մեր ընկերությունը կսկսի համագործակցել Արհեստական բանականության հետ։ Իշ, Ինձ թվում է պետք է նաև պատրաստվել արդեն, որպեսզի այո, կիրառել մենք այդ շատ գործիքները։ հարցերում օգտագործում ենք, կիրառում ենք այդ գործիքը ու փորձում ենք հասկանալ, որտեղ կարող ենք արդյունավետ համագործակցել։ Իսկ Լևոն ջան, օրինակ ինչ սխալներ եք նկատել կոնկրետ գնահատող ընկերությունների կողմից եւ գնորդների կողմից, ովքեր դիմում են գնահատող ընկերություններին գնահատման համար, որոնք են այդ սխալները, որ հաճախ են կրկնվում։ Շատ հաճախ մեր իրականության մեջ, օրինակ այլ երկրներում տենց հաճախ չի հանդիպում։ Մարդիկ դիմում են գնահատողների, արդեն ունենալով սեփական կարծիքը, շատ հաճախ չես կարողանում համոզել, որ գիտես ինչ, շատ հարգում ենք ձեր կարծիքը, բայց դա հիմնված չի այն բազայի, այն իրական տվյալների հիման վրա, որոնք մենք ենք տիրապետում ու մեր փորձի։ Ու մի քիչ հարցական է, եթե դու որոշել ես քո արժեքը ու շատ հաճախ այդ ինչ որ միտեղ ներկայացնելու չի, ինքը գալիս է վստահելով քո փորձին կամ ինչ որ քո տվյալների իրատեսականությանը դիմում է, հետո հասկանում ես անիմաստ է ինքը Ժամանակի կորուստ եղավ։ հա, ժամանակի կորուստ է ու ես շատ հաճախ ասում եմ երևի թե ծառայությունը մատուցումը դադարեցրեք, որովհետև այն նպատակը, որին մենք պետքա ծառայենք, որ դուք մենք կարծիք եք հարցնում, սա մեր մասնագիտական կարծիքն է, նույնիսկ ես չեմ բացառում, որ շատ հաճախ կարող է ցանկացած գնահատող եւ սխալվի նաեւ։ Բայց այդ իմ ծառայության որակն է այսօր։ Հիմա եթե ես նաեւ հիմնավորում եմ ձեզ իմ արդյունքը գնահատված արժեքի հստակ տվյալներով, անիմաստ է այստեղ բանավիճել կամ ինչ որ ու որևէ հիմք չեն ներկայացնում, որ ասենք մենք կարծում ենք մեր գույքը արժի այսքան այս հիմքի համար։ Հա կարող ասեն լսել ենք մեր հարևանը այս հողագտորը վաճառել է այս գնով, բայց երբ հա վաճառե կամ առաջարկում է այս գնով, արդյոք վաճառել է թե չէ։ Ամեն դեպքում ես դա համարում եմ որպես մոտեցման սխալ մոտեցում գնահատման ընկերությանը, հա, բայց իրական սխալ ինչ է թույլ տալիս գնորդը, հիմնական հաճախ հանդիպող սխալներ։ Հաճախ հանդիպող սխալներ, ասում եմ, Թե հաճախ գույք գնելուց, թե գնահատող ընկերությանը դիմելուց, այդ հարաբերությունների ընթացքում։ գույք գնելուց, օրինակ շատ հաճախ խորհրդատվությունը համապատասխան չեն պահանջում, որ เป զի բացի օրինակ ֆիզիկական ցուցանիշներից գույքի բնութագրիչներից հասկանան իրավական նաև տնտեսական, ինչու՞ չէ նաև իրավական հարցերը։ Շատ կարևոր է գույքը ձեռք բերելիս իմանալ բոլոր այն թաքնված գործոնները, որը որ Օրինակ գույքի հետ կապված կա։ Օրինակ հարող տարածքում ապագա կառուցապատումները։ Օրինակ դու շենք ես ձեռք բերում այդ շենքում, բայց կողքը ցանկալի չի որ նախատեսված արդեն շինթույլտվություն, ահռելի 10 տարի շինարարություն։ Ու մարդիկ լուրջ խնդրի առաջ են կանգնում։ Մեկ մեջբերում, արդյոք կառուցապատողը տվյալ, որտեղից որ գնում ենք մենք գույք, չպետք է պարտավորվի այդ ինֆորմացիան տրամադրել գնորդին, որպեսզի ավելի թափանցիկ լինի։ Դե նման իրավական պահանջ չկա, հա, Բայց կարծում եմ լավ կլինի, որ լինի նա։ լավ կլինի, բայց լավ կլինի, որ մասնագիտացված անկախ ռիելտորական ընկերությունները վաճառեն այդ օբյեկտները, Որպեսզի ու այդ նաև վաղտ իրանք ինֆորմացիան կարող են տրամադրեն, նաև հա։ հարող տարածքի կառուցապատման վերաբերյալ Մասին տեղեկատվություն տալ, ընդհանուր տարածաշրջանի Սխալն եք, որ գնագոյացման վերաբերյալ ինքնուրույն են տեղեկատվություն կատարում տալ։ գնումներ, չուսումնասիրելով տարածքը, չդիմելով Այո, անշարժույթի կառուցապատողին գործակալության, չուսումնասիրելով անցած ճանապարհը, որակավորումները, այլ ինչ ինչպես սխալներ կան։ նաև որ համալրվածության հետ կապված շենքերի շատ հաճախ միայն ուշադրություն են դարձնում շենքի արտաքին տեսքի որակական ու չափորոշիչներին։ Օրինակ շենքի ամենակարևոր գործոնը կառուցապատման նախատեսված հողամասը շատ կարևոր դեր է խաղում, որտեղ շենքեր կան ուղղակի հարող տարածքում էլ ոչ մի բան չունեն հետագա շենքը սպասարկելու նպատակով կամ բնակչին դրանց ուշադրություն շատ հաճախ չեն դարձնում։
Հետո տարածաշրջանին պետքա լավ ուսումնասիրեն, որտեվ ասենք հնարավոր է շատ օրիգինալ հետաքրքիր կառուցապատում լինի, բայց տարածաշրջանը չհամապատասխանի բնակվելու համար Ամեն դեպքում լավ է փորձագետ հետ խոսալ, խորհրդակցել, ինչպես եւ մենք ենք հիմա անում։ Այ օրինակ թյուր կարծիք կա, որ հիպոթեկային գնում կատարելուց ավելի լավ է վարձակալությամբ բնակվել։ Ինչ կասեք դրա մասին։ Որպես փորձագետ, որպես գնահատող էքսպերտ։ Նայեք, պետքա ամեն մեկը իր եկամուտների հետ կապված ճիշտ որոշումներ կայացնի ու ներդրումների հետ կապված։ Շատ հաճախ այո, լինի կան տարածքներ ու նաև նախասիրություններից կախված։ Եթե մարդը ձգտում է ամեն դեպքում Ինչից է կախված, որ մարդիկ նախընտրում են թեկուզ երկարաժամկետ։ Ես շատ եմ հանդիպել 5 կամ 10 տարիներով ապրել թե կենտրոնում, թե կենտրոնից դուրս, փոքր կամ մեծ կլորից դուրս, վարձակալությամբ եւ չեն գնում հիպոթեկով նույն գումարը վճարելով արդեն իրենց բնակարանի համար։ Նայեք, այդտեղ մի քիչ հաշվարկային մաս պետքա լինի, հա, որովհետեւ շատ հաճախ այո, եթե տնտեսական հաշվազգ ես անում, հասկանում ես, որ նույն վարձի համար ինքը կարող էր վճարել այդ բնակվելով այդ նույն բնակարանում ու արդեն մարելով հիպոթեկային վարկը ու ունենալով 10 տարի հետո բնակարան արդեն սեփականության երևի թե որոշակի եթե համարժեք է դա բնականաբար սխալ կանխատեսում սխալ տնտեսական մոտեցման մասին է խոսքը բայց շատ հաճախ մարդիկ կան, որոնք որ իրանց ապրելակերպի հետ կապված կամ բան չեն կապվում մի տարածքի հետ ու ապագան կանխատեսելով մտածում են, այս 5 տարին եմ ես ստեղ ապրելու, ինձ պետք չի ստեղ բնակարան։ Մեկ դա էլ կա։ Բայց արդյոք դա չէ լինի իրենց հետագայում արդեն իրենց համար ներդրումային գույք, որը կարող էին օրինակ վարձակալությամբ հանձնել եւ կողմնակի եկամուտ ունենալ։ Ես գիտեք ինչ չեմ կարող ասել, բայց մարդկանց ոչ բոլորի ապրելաոճը ու կյանքի նպատակները նույնն են։ Մարդիկ կան, որ չեն կապվում գույքի հետ ու իրանց չի հետաքրքրում, ասենք, այս տարածքում ինչ որ սեփականություն ունենալը, դա միակ բանը, որտեվ հաշվարկային Այսինքն հաշվարկային տեսանկյունից միևնույն է, ճիշտ է գնել գույքը։ Եթե վարձավճարը եւ հիպոթեկային մարումները համարժեք են, բնական է պետք է գնալ այդ քայլի եթե ունես հնարավորություն այդ առաջնային վճարը որովհետև միևնույն է ավելի լավ է տեղի ունենալու եթե ձեր գույքը թանկանա հետեւաբար ձեր գույքը ավելի արժևոր է լինելու քան այն պահը ձեր գնման պահը միանշանակ Լևոն ջան ինչպես ստացվեց որ մուտք գործեցիք անշարժ գույքի շուկա որոշեցիք հիմնել գնահատման ընկերություն, եկեք խոսենք նաև ձեր գործունեությունից եւ պատմեք ձեր ընկերության ծառայությունների տեսակներից։ 21 տարի առաջ մենք քանի որ ես ունեմ մասնագիտական ճարտարապետաշինարական կրթություն, տնտեսագետի, նախահաշիվ կազմող մասնագետի, առաջ այդտենց էր կոչվում Սմետա, էկոնոմիկա ստроительство, հա, սմետա, բայց խորհրդային շրջանից հետո տենց շատ տարածված չէր նախահաշիվ գրելը, երբ որ արդեն անցավ այդ նոր է սկսվել, որ շատ օբյեկտներ ամեն դեպքում նախահաշիվը պահանջվում է տարբեր նպատակների համար եւ 2000-ական թվականների սկզբին այդ մասնագիտությունը այդքան պահանջված չէր եւ ամենամոտ մասնագիտությունը նախահաշիվ գրելու դա արժեք հաշվարկելու եւ գնահատման ոլորտ բացվեց այն վաղ նոր օրենքը 2004 թվին, եթե չեմ սխալվում, դա շատ ուշադիր հետևում էիք օրենքին, հենց թողարկվեց միանգամից հիմնեցիք։ Այո, տենց միանգամից չէ, բայց ասենք վերլուծեցինք, հասկացանք մեր ռեսուրսները, մեր կրթությունը ու գիտելիքները, կարծում եմ, որ ամեն մեկը պետքա այն գործով զբաղվի, որտեղ ունի բազային գիտելիքներ եւ նաեւ կարծում եմ, որ կարող է ինչ-որ բան բացի վերցնելուց ոլորտից նաեւ տալ ու մենք էլ փորձում ենք մեր կազմակերպության ռազմավարությունը պլանավորել այնպես, որպեսզի բացի եկամուտ ունենալուց, որը բիզնեսի առաջի խնդիրն է, կրթենք նոր սերունդ ոլորտի համար, ինչպես նաև ունենանք ներդրում
ոլորտը բարելավելու Այդ իրավական նպատակով։ ակտերի, ինչպես նաև նորմատիվների եւ խաղի կանոնների սահմանման եւ ազնիվ եւ նորմալ դաշտ սահմանելու համար ավելի եկամտաբեր եւ ազնիվ։ Լևոն ջան, ինչ ծառայություններ ունեք ձեր ընկերությունում, քանի որ այն ոչ միայն գնահատման ընկերություն է, այլև անշարժ գույքի գործակալություն է համարվում, ճիշտ եմ։ Այո, Կոստկոնսալտի սկզբանե ծառայություններ է մատուցում եւ անշարժ գույքի բոլոր սեգմենտներում առքու վաճառքի եւ վարձակալության եւ առաջնային եւ երկրորդային շուկայում, նաեւ մենք բանկերի համար իրականացնում ենք գրավի գնահատման աշխատանքներ, սպասարկում ենք մի քանի բանկեր ու նաեւ իրականացնում ենք շուկայական գնահատում ցանկացած նպատակով եւ ցանկացած գործառույթների համար, նաեւ փոխկապակցված անշարժ գույքի հետ կապված բոլոր ծառայությունները հիմնական մատուցում ենք։ Շատ լավ։ Ինչ մարքեթինգային գործիքներ եք օգտագործում ձեր ընկերությունը առաջ խայացնելու նպատակով։ Մարքեթինգային բոլոր ժամանակակից գործիքակազմը օգտագործում ենք, փորձում ենք հետևել։ Ես տեսել եմ դուք էլ եք, հա, ոդքասթ սկսել վերջերս։ Այո, ոդքասթի գաղափարը եկավ հիմնականում այն մտքից ելնելով, որ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ կանխատեսումները եւ կարծիքները հիմնականում հայտնում են ընդհանրական, այսինքն գները բարձրացել է, այս սեգմենտում գները իջել է, բայց մեր վերլուծությունների հիման վրա եկանք այն եզրակացության, որ պետք է ավելի փաստարկված տվյալներով սեգմենտավորված շուկան ներկայացնել, որ մարդիկ տեսնեն, որ Երևան քաղաքի հարող տարածքում, այո, այս աճն է տեղի ունեցել հողամասերի եկամտաբեր օբյեկտների համար լրիվ այլ ցուցանիշներ են անշարժ գույքի շուկայում եւ որոշեցի հենց օգտագործելով մեր ընկերության 20 տարվա տեղեկատվական ծրագիրը ստեղծել ոդկասթ ու բարբերաբար ներկայացնել հետաքրքրված անձանց շուկայի իրատեսական վիճակը, արկա վիճակը ու տենց էլ կոչվում է անշարժ գույքի շուկան փաստարկված տվյալներով, որովհետև այն տվյալները, որ ես ներկայացնում եմ, բոլորի համար տասնյակ հիմքեր կան եւ փորձում ենք հենց այդ հիմքերի վրա ցուցանիշները ներկայացնել։ Կրթական ծրագրերով նաև կատարում եք գովազդային առաջխաղացում ձեր ընկերության համար։ Այո, Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եթերում էր Շինքասթը, իսկ մեր հաղորդման հյուրն էր Cost Consult ընկերության հիմնադիր տնօրեն Լևոն Կոստանյանը, իսկ այս ոդքասթի հովանավորն է Trio Երևանը, որտեղ էլ անցկացվում են մեր նկարահանումները։ Այն գտնվում է Փարպեցի 9 հասցեում եւ հանդես է գալիս 3 ձևաչափով՝ ռեստորան, լաունջ եւ սիգար բար։ Իսկ մենք կհանդիպենք մյուս ոդքասթին։